Հարգելի սիրելի ժողով, իսրտ է ձեր բոլորին ողջունում եմ։ Շնորհակալ եմ ձեր ընդունելության համար։ Ես այստեղ եկել եմ ձեզ ասելու մեր ծրագրի համար, մեր անելիքների համար։ Գիտեք, մեր խոսքը գործ է, ու ամենակարևորը ես գիտեմ, որ նոր մեր քույրիկներ մոտեցավ ճանապարհին, որ ասելով, ոնց ասեցիք, դուխով, մինչև վերջ, այո։ Դուխով ու թասիբով։ Ու թասիբով։ Հիմա ձեզ ասեմ, որ դուք իմանաք, եթե ես այդ ծառայության տակ մտել եմ, ոչ պաշտոնի կարիք ունեմ, ոչ ճանաչման կարիք ունեմ, ոչ փողի կարիք ունեմ, Աստծո կամոք սովորական աշխատողի ընտանիքի մարդ եմ, որը փոքր ու միջին բիզնեսի սկսելով, քարը քարին դնելով կառուցել եմ, ու Աստծո կամոք, որը ասենք թե մեկը 10,000 է, 10, 100 միլիոն, պետական պաշտոնի չեմ եղել, ինքնին իմ ժողովուրդը, իմ երկիրը քարը քարին դնելով կառուցել եմ, զարգացրել եմ, դպրոցներ, եկեղեցիներ, շենքեր, հյուրանոցներ կառուցելով, ասենք թե մինչև այսօր կառուցում եմ, աջակցում, օգնում եմ իմ ժողովրդին, ու Աստված ավելի շատ է տալիս, դա իրական են մեծական ասացված կա, որ եթե ճիշտ ես օգտագործում, Աստված քեզ ավելի շատ տալիս, ես էլ այդ շատ պարզ, անկեղծ, մարդկային, ոչ թե պարապած, անգիրարած, որ այսօր ինչ մտքեր պետք է ասեմ, այլ ինչ որ պատկերացնում եմ, ինչ զգում եմ, ինչը որ ես կարամ անեմ, դա ձեզ ասում եմ։ Այսօր աննարին ոչինչ չկա, ժողովուրդ ջան։ Հիմնական հարցը տեսնելով, որ այսօր ես քարոզարշավներին մասնակցում եմ, լիարժեք ներկայացնում եմ, ժողովրդի մասին լսել ենք խնդիրները, խնդիրները, որն են, տարբեր ոլորտի ասենք թե մեկը շինարար է, մեկը մի քիչ փոքր ու միջին բիզնեսի աշխատող է, առողջապահություն, գյուղատնտեսություն, արվեստ, մշակույթ, տաքսի, շինարար, լսելով մենք այդ բոլոր խնդիրները նայել ենք, վեր ենք լուծել եւ կազմել ենք ճիշտ ծրագիր դրանց լուծումները, ուսանող, երիտասարդություն։ Այսօր չլուծվող խնդիր չկա, ժողովուրդ ջան։ Ու նայելով ժողովրդի մոտեցումը, որ քարոզարշավը ժողովուրդը ոնց է ընդունում, դեսօր ասենք թե մեծամասնությունը վախում է երևա, ակ կգրեն, երեխային գործից կանեն, կամ խանութը կփակեն, այդ բոլորս գիտենք, բայց այսօր բոլորը արդեն հոգնել են ամեն ինչից, սպասելով 8 տարի, 10 տարի, լավ է լինելու, անելու ենք, խլելու ենք, վերցնելու ենք, Ջորջան այդ ձերն ա ուվեր, այդ ժողովրդի ցավը տանում ես 8 տարի, ի՞նչն ա ձերը, ինչ ա ձեզ ասել, բացի պատկեր ավելանալուց, բացի վիճակը ծանրանալուց, բացի հարկեր տուրքեր վճարում, ճիշտ եմ ասում, Ջորջան, թե սխալ եմ։ Դրա համար հիմա քույրիկ ջան, նայելով իմ թիմին արդեն օրեկան տարբեր վախի մթնոլորտ ստեղծելով ստել կգան, ասենք բան չկա, ուզում են անջատեն մի 5 օրով, 7 օրով, ասենք թե ինչ որ ցույց տան, որ մենք կարանք ես անենք, էլ անենք։ Ծառուկյանին հաբեկելով ինձ ասել էին, որ գործաններն են կառնելու, տունը խլելու ենք, ծերանոց հարկենք, այդ է ցավը տանեմ, ծերանոց հարկող եք, այդքան բյուջե կա 15 միլիոն ծախսել եք, մի 100 միլիոն ծախսեիք, մի 3-5 հատ ծերանոց հարկեք, հատուկ ծերերի համար, սպասարկող առուց, Ծառուկյանի տուն, ինչ որ ժողովրդի աչքին ուզում են դիվիդենդ շահեն, Ծառուկյանի տունը թողա 20 հատ, ասենք թե ծեր մնաց, այդ դա ինչ ա տալի ժողովրդին։ Կարգին բան ասեք, կառուցել եք ծերանոցներ, կառուցեք, որ ասենք թե մարդիկ նորմալ եթե կարիք ունեն, թող գնան այնտեղ մնան։ Այսօր հիմնական խնդիրը Ժորժ ջան, Ծառուկյանը սա գիտի, որտեղ 0-ից կայացած մարդը աշխատել ստեղծելով պետական պաշտոններ չեմ եղել, այլ այսօր ժողովուրդը հոգնել է բոլորից, հոգնել է մարդել չի ուզում, հայոյանք լսի, ցեղ շպրտել, բռնել, բաց թողել, Ժորժ ջան ձերն է, վարչապետը Ժորժ ջան դուք եք, ժողովրդին լարում եք, բռնում եք, չեք թողում խոսակ ամերիկու բառ արտահայտի, այդ ո՞ր դառա վարչապետ, ժողովուրդը արդեն վարչապետն է, այսօր ժողովուրդը պարտքերի տակ, Ժորժ ջան, վարկերի տակ, անգործ, տունը նստած, չի իմանում ոնց անի։ Հիմնական խնդիրը մենք ուսումնասիրել ենք, ինչ որ ասում եմ, մեր խոսքը գործ է, իրական նորից եմ ասում, ոչ պաշտոնի կարիք ունեմ, ոչ ճանաչման, սաղ աշխարհով մեկ ճանաչում էլ ունեմ, հարգանքել ունեմ, գործել ունեմ, աշխարհի ինչքան ասենք թե ճանաչված մարդիկ կա եւ ասենք թե ազդեցիկ հայր կա, բոլոր հետ էլ շփվում եմ, բոլորն էլ ուզում են իրենց երկրին օգտակար լինեն։ Այսօր առաջնային խնդիրը Ժորժ ջան, ձայնը տակ, ձեր ցավը տանեմ, առաջի կառավարության նիստին առաջարկներ դնելու է սեղանին, առողջապահությունը եւ կրթությունը լինելու անվճար, անմիջապես։ Ասենք հիմնական խնդիրը
իրենք որ անփորձ են, չեն կարողանում կառավարել առողջապահության համար 700 միլիոն դոլար բյուջեն գումար են դնում ամեն տարի 700 միլիոն դոլար օգտագործելով ասենք թե որ մենք լիարժեք ոնց հաշվարկենք մեր ասենք թե ժողովրդի վրա դա եթե ունենան 30 հիվանդանոց բժիշկները $1000 փող ստանան ես նույնիսկ մի 60 միլիոն կազմում է իրենց տարեկան աշխատավարձը 65-70 միլիոն մի 100 միլիոնի կարան սարքավորում բերեն տարեկան մի 100 միլիոն դնենք ծախսերը դեղորյակա չգիտեմ դու մի 100 միլիոն էլ միլիոն դոլարների մասին խոսում էլի 360 էլի 340 միլիոն ավելանում է այսօր դուք առողջապահությունից գոհ եք ժողովուրդ ջան գնում ես պետպատվերը չկա մի ամիս հետո արի կամ գնա դիվանությունը չկա այսօր էլ ընտրություններից առաջ դրել են որ թոշակառուները գնան օպերացիաների բժիշկների փողերը չեն տեն դեղորյակին լավ ընտրությունը բրծավ նորից 5 տարի հետո նորից շարունակվել է ժողովուրդը կարիք ունի փողը նպատակային ճիշտ օգտագործվի ամեն քաղաքում հիվանդանոցներ անվճար մարզերում անվճար ասենք թե դող կազմակերպեն այդ գումարը տրամադրեն 240 միլիոն էլ դող 100 միլիոն էլ օգտագործեն թոշակների վրա որ նվազագույնը եթե այսօր նվազագույն զամբյուղը 78,000-ը որ մարդի գոյատևությունը պահի այսօր 10,000 ավելացել են դարել է 49,000 բայց մնացածը ով է տալու 30,000-ը մարդը ոնց ապրի թոշակառուն 49,000-ով կարա գույքար վճարի հոսան գազ վճարի սնվի հագնվի ու ապրի չի կարա դրա համար այսօր մարդիկ պետք է լիարժեք այդ ծանոթության տակ մտել են կարողանան այդ հարցերը կարգավորել մյուս հարց ասեմ ժողովուրդ ջան վարկեր այսօր սա վարկի տակ եք թե վարկի տակ չեք ամեն տնից 3-4 հոգի կառավարությունը պետք է մտածի դրա մասին 15 միլիարդ վերցել են թող մեկը ինձ ասեք թե պատասխանի ասի ճիշտ չես ասում 15 միլիարդ այսօր ժողովրդի ես ձեզ ոչ թե այսօր ասում եմ հենց մենք եկան թոշակները դառնալա 200,000 առաջնային թոշակը դառնալա նվազագույն զամբյուղի չափով 78,000 որ քո այդ թոշակառուները բարեխիղճ որը տարիք առել են այդ մարդկանց պետք է ուշադրություն գոնե մինիմումը կարողանաս ապահովել ոնց որ դու քո ընտանիքի ղեկավարն ես քո ընտանիքին չկարողանաս կերակրել դա քո խնդիրն է վերցել է ծանոթությունը կազմակերպի զարգացրու ներդրում բեր թող մեկը ին տեխնոլոգիան բերի դու քո տարածքները տրամադրի կազմակերպի պետք է եթե մարդիկ անփորձ են կյանքում չեն աշխատել քարը քարին չեն դրել դա տենց է լինելու ժողովուրդ ես ինչ որ ասում եմ դա այդպես է որ ասենք թե այսօր մինչև 3 միլիոն դրամ ցանկացածով վարկի տակ է մնացել դրա համար ասում եմ եղել է կորոնավիրուս եղել է տնտեսական ճգնաժամ մարդիկ չեն աշխատել մարդիկ գոյատևել են տուն են պահել իրանց առողջության են հետևել եթե նա 2 միլիոն 450,000 վարկառուն ենք 2 միլիոն 200,000-ը անմիջապես այդ ճայճից դուրս են գալի ընդհանրապես պետությունը պետք է 1 միլիարդով ավելանա այդ թող ավելանա 15 միլիարդ ժողովուրդ խաբարեք 15 միլիարդից փող են ավելացած ես աշխատատեղ են սարքել ոչ մի բայց 1 միլիարդ ավելանա գոնե 2 միլիոն 200,000 մարդ այդ ճայճից դուրս է գալու ժողովուրդ ժողովուրդ ջան ուրեմն ամեն ինչը ոչ թե անգիր արած ես նորից եմ ասում ես որպես ինձ դնում եմ ձեր տեղը որ մարդը այսօր հույսով հավատով իմանա իրան մասին մտածող բան կա գոնե մի ամիս հետո բանա փոխվելու որ իր մատից փուշ են հանելու ինքը կարողանալու է իր հարցերը կարգավորի ոչ թե գործը կորցնելով երեխեն սոված մնալով վարկը ոնց փակի սա դադար խոսալու բան չի ձեր ցավը տանեմ ասում եք կտրամադրեք կտակ ձեր ձայնը ձեր ցավը տանեմ առաջի որոշումը դա է լինելու ու այսօր ձեզ նորից ասեմ այսօր կապ չունի կուսակցական պատկանելություն 70-80 կուսակցություն կա բայց սա հայ է սաղի ցավը տանեմ բոլորն էլ ուզում են որ իրաց տունը լավ պահեն
իրենց ընտանիքը լավ ապրի, իր երեխու ապագան փայլուն լինի։ Այսինքն բոլորը պետք է նայեն ով կարա դա անի, դրա տակ ով կարա մտնի։ Ձեզ ցավը տանեմ, այսօր պարզ է, ես տեսնում եմ հեռացնում են, գործից են անում օրինական, անօրինական, հեր եկավ տեղում է, ուրեմն տղային են գործից ազատում, անիմը դիմում չի գրեմ, բայց էլ է դադի կտա կվերականգնվի, հետո այդ աշխատողը այդ դիմումը, ով որ մակագրե անել է, նա պետք է իմանա, որ ամսի 7-ից հետո որտեղ է լինելու, կամ 3 ամիս հետո նա ոնց է այդ մարդու երեսը նայելու, պետք է ասել են արել եմ, ես չէի կար, այդ չէի կարա դիմում գրի դուրս արի։ Ժողովուրդ, ես ձեզ խոսում եմ, իրական որպես ձեր փոխարեն հասկանալով անարի ոչինչ չկա ժողովուրդ։ Այսօր հիմնական ես ձեզ ասում եմ, որ մենք պետք է մեր եղբայր պետությունները չտշնամանանք, բարեկամական հարաբերությունը պետք է պահենք, պետք է բանակցենք, պետք է մի քանի ընտրություն ունենանք, եթե չէ դու հիմա այսօր Ռուսաստանը տշնամանում ես, ես միշտ ասել եմ, այն օրն եմ հայտարարել, արդեն լիարժեք դու փակուղի ես մտնում, որ ժողովուրդը արդեն չի կարողանալու, ոչ բանկի վարկը փակի, ոչ իր աշխատողի, ասենք աշխատավարձը տա, հիմա այսօր այդ վիճակն է ժողովուրդը, ճանապարհները փակա, Ռուսաստանը ասում հայ ժողովրդին բարեկամներն են, բայց այդ ղեկավարությունը թող կողմնորոշվի, եթե մեր այդ թշնամի է, ուզում է թշնամիները համագործակցի, նա ցավն տանեմ, թող ժողովուրդը իմանան, որ մենք իրենց բարեկամն ենք, մենք չենք ուզում քայլ կատարենք, բայց իրենք ուզում են մեր թշնամիների հետ եղբայրություն անեն։ Հիմնական հարցը դրած է, այսօր մարդիկ եթե չեն կարողանում իրենց ապրանքը տանեն, վարկերի տակ են, աշխատավարձ պետք է տան, գոնե այսօր մեր ղեկավարությունը պետք է բանկերին ասի, որ այդ մարդիկ վարկի տակ են, կամ այդ վարկի տոկոսները սառացրեք, կամ պետությունը պետք է փակի, մինչև ճանապարհ գտնի, ոչ մի ճանապարհ չեն կարա գտնեն, այսօր Եվրոպան, ասենք թե ինչ, Վրաստանը քանի տարի Եվրոպայի անդամ էր, որը լիարժեք չկարողացավ մի շիշ գինի վաճառի, նորից եկավ էլի իր տեղը, այն ժամանակ էլ լողեր կորցրեցին, մենք պետք է այսօր ոչ թե ես անգին արած բաներ եմ ասում, Ժորժան, իրականությունը, դուք ինձ լավ գիտեք, դուք էլ եք հետևում։ Մենք պետք է կարողանանք լիարժեք ունենալ երաշխավորած խաղաղություն, առաջնային է։ Այսօր ասում են խաղաղություն են բերել։ Ժորժան, խաղաղություն են բերել, թող ցույց տան այդ մեծ խոսացողները։ Թուղթը, որը Ալիևի հետ ասենք ստորագրել են երաշխավորած խաղաղություն, տեսնենք որ երաշխավորած խաղաղությունը, ուրեմն մենք լիարժեք ասենք ճիշտ, ոչ մի երաշխավորած խաղաղություն չկա։ Ամբողջ ադրբեջանցիները սպարծունքների վրա Գեղարքոնիկով, Սյունիքով նստած, ֆունդամենտները բետոնից դրած, նրանք մեծ սպասելիքներով, որ ասենք թե իրենք սպասում են իրենց արևմտյան Ադրբեջանի վերականգնման, վերակառուցման հարցերի շուրջ։ Հիմնական պահանջներ են ներկայացնում, ժողովուրդ ջան, մենք պետք է ունենանք երաշխավորած խաղաղություն, տնտեսության զարգացում, դրա համար մեր կարգախոսը երաշխավորած խաղաղություն, Բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք, կապերն էլ կա, հնարավորությունն էլ կա, ցանկությունն էլ կա, թիմն էլ կա, ծրագիրն էլ կա, ժողովուրդ ջան։ Ու այսօր ասեմ ոչ թե մեր մոտ բոլորը պետք է ասենք բարգավաճից դինեն պաշտոններին, այլ ով կարա դա անի, ով աշխատել է, ով փորձ ունի, ով արդյունք է ցույց տվել, կապ չունի կուսակցական պատկանելություն։ Ասում են կուսակցական պատկանելություն սառացրու, եղբայր այսօր դու պետք է պետությանը երկրի ժողովրդին։ Այս ոլորտը զարգացնում ես, որտեղ դու փորձ ունես, գիտելիք ունես, արդյունքը ցույց ես տվել։ Եվ ամեն ինչ իր տեղում կլինի։ Եթե ես այդքան գործերի մեջ մտել եմ, արդյունք ինչից է եկել։ Ծանոթ բարեկամ հորոխբոր տղա կամ այն քծնվող մարդ չեմ դրել պաշտոնին։ Այլ այն մարդը, ով խելացի է, բան իմացա, խնդրեմ, հələ պարգևատրում էլ ասեք թե ամեն ինչը տվել եմ։ Դրա համար գործը առաջ է գնում։ Բարեկամ հետ չես կար աշխատես, չես կարա պահանջես, կամ պետք է դա հորդ բողոքի կամ մորդ։ Այն մեկն էլ հետն էլ ասի, կարող եմ հորդ բարեկամներն ավելի լավ են, կամ նա գնասի չէ, հորդ իրական բառը ասում։